Ծիծաղ։ Շտապում ենք տուն, որ հայրիկը տեսնի իր աղջիկա, որտեվ 2 ամիս է ինչն է ծնվել է, ընդհանրապես ոչ մեկ իրեն բնականաբար չի տեսել։ Շենգավիթ ԲԿ-ի պերինատալ կենտրոնում 2.5 ամսական Ամելիին բոլորը ճանաչում են ու արդեն սիրում։ Հայրիկի հետ սակայն փոքրիկը դեռ նոր պետք է ծանոթանա։ Տենց համուրախ ենք, համ տխուր գնում են իմ մոտից։ Բժշկական կենտրոնում 12 շաբաթ պայքարում էին 600 գրամ քաշով ծնված փոքրիկի կյանքի համար, ուրախանում էին ավելացած ամեն գրամի համար։ Ու հենց որ արդեն լավ է լինում, բուժում չենք անում, ուտում ու քաշ ենք հավաքում։ Այս բանջուրները դառնում են բաժնի ուրախություն։ Պերինատալ կենտրոնի ուրախությունը 2.5 ամսական Ամելին հետաքրքիր զուգադիպությամբ հիվանդանոցից դուրս է գրվում հենց այն օրը, երբ պետք է ծնվեր։ Փոքրիկը շտապել էր, լույս աշխարհ եկել 27 շաբաթականում ու լուրջ փորձության ենթարկել բժիշկներին եւ ծնողներին։ Այդ ընթացքը շատ ստրեսային էր ինձ համար, դժվար process էր, քանի որ իր կյանքը վտանգված էր, թե ես, թե իհարկե իմ բալիկը կյանքի ու մահվան ոնց որ կռիվ ենք տվել այդ ընթացքում։ Ամեն օրը մեր համար սպասում էր։ Ես ամեն օր սպասում էի, թե երբ պետք է ժամը գա կամ հիվանդանոց տեսնեմ ինչ նորություն կա։ Այն ամեն մի 10 գրամի վրա, 5 գրամի վրա, որ քաշը ավելացել էր, մենք անձնակազմով բոլորով շատ ուրախացել ենք։ Մագդայի հղիությունը մինչև 27 շաբաթական հարթ է ընթացել, սակայն հանկարծակի գլխացավն ու զարկերակային ճնշման բարձրացումը հնարավոր լուրջ խնդրի ահազանգ էին։ Դոպլեր հետազոտությունը ցույց տվեց, որ պտղի մոտ սնուցման խանգարում կա։ Մագդան հոսպիտալացվեց։ Մասնագետներն ամեն ինչ անում էին կեսարյան հատումը հնարավորինս հետաձգելու համար, քանի որ պտղի համար նույնիսկ ժամերը նշանակություն ունեին։ Ցավոք չկարողացանք երկար պահել հղիությունը եւ այստեղ արդեն նժարին դրվում էր մոր կյանքը, որոշում կայացրեցին կատարել կեսարյան հատում։ Բարդություններ առաջացան նաև կեսարյան հատման ընթացքում։ Բժիշկները պայքարում էին երկու կյանքի համար՝ մոր եւ նորածնի, նաև հետագայում մայրիկի հղիանալու հնարավորության համար։ Մի կողմում ունենք 600 գրամ բալիկ, մյուս կողմում չգիտենք բալիկի կյանքը ինչից է կախված եւ հարց էր դրվում նաև արգանդի հեռացման։ Շատ բարդ է որոշում կայացնել, որովհետեւ էմոցիոնալ առումով տեսնում ես կին, ով ցանկանում է նորից մայրանալու եւ մենք չգիտենք ինչքանով կլինի ապրելություն այս բալիկի։ Պրոֆեսիոնալ մասնագետների արագ կողմնորոշվելու ու ճիշտ գործողությունների շնորհիվ հաջողվեց փրկել եւ փոքրիկի եւ մայրիկի կյանքը։ Բժիշկների օգնությամբ Մագդան պահպանեց նաեւ վերարտադրողական օրգանները։ Այստեղ աշխատեց մի ամբողջ հզոր թիմ, այսօր այս ամեն ինչի մասին մենք ավելի հեշտ ենք խոսում, բայց շատ դժվար ու էմոցիոնալ ճանապարհ ենք անցել, համատեղ բոլորս միասին։ Հետո սկսվեց նեոնատալոգների ու Ամելիի համատեղ պայքարը։ Բարդ էին նրա կյանքի առաջին ամիսները։ 600 գրամանոց նորածնի ապրելու շանսերը քիչ էին, ռիսկերը մեծ, շնչառական խնդիրներ, արյունահոսություններ, մարսողական անբավարարություն։ Ամելին այս ամենի միջով անցել է ու բոլոր բարդությունները հաղթահարել։ Անտիր արդյունք է իրականում, միշտ չի sense տրավալում։ Ինքը մեզ ասում որ ռեալ զարմացրեց, այն ինչ որ պետք է լիներ, սպասում էինք որ կլիներ, եղավ իհարկե, բայց շատ ավելի հեշտ դուրս եկանք այդ ամեն ինչի մեջից։ Ես որ ինքը մեր օրինակելի շրջանավարտներից մեկը։ Պատրաստ էինք արդեն զինված, որ կարող եմ բանալի, չաղավ։ Այնպես որ ինքն իր զաչոտները ստացել։ Մոտ 1 ամիս Ամելին այլևս ակտիվ բուժում չի ստանում։ Ապրելու համար պայքարում նրան օգնել է նաև մայրական կաթը։ Մայրական կաթի մեջ ավելացրել ենք հարստացուցիչներ ու դրա հաշվին ռեալ շատ արագ քաշի դինամիկա ունի։ Շենգավիթ ԲԿ-ում 600 գրամանոց, նույնիսկ ավելի փոքր քաշով նորածիններ են ապրել։ Ամելիի առանձնահատկությունն այն է, որ նա անհամեմատ կարճ ժամանակում է խնդիրները հաղթել ու հիմա տուն է գնում առողջ։ Նեոնատալոգիայի ամբողջ համ գիտական, համ տեխնիկական, համ նյութական բազան օգտագործվում ասենց երեխաների վրա, իրանց վրա մի ամբողջ թիմ աշխատում ամիսներ շարունակ ու երբ որ կանխատեսում ես բարդությունը, բայց զարմանալիորեն արագ դուրս ես գալի դրա մեջով, ինքդ քո վրա զարմանում ես ու այդ դեպքն էր։ Իրականում բացառիկ էր, դուրս են գրում առողջացումով, իհարկե ինքը դեռ մինչև մի տարեկան լինելու է հսկողության տակ։ Փոքրիկն այս անհավանական պայքարում հաղթել է Շենգավիթ ԲԿ-ի ամբողջ թիմի, ծնողների ու իր ապրելու կամքի շնորհիվ։ Մեր մանկաբարձական հաշվարկների մեր Ամելին այսօր պետք է ծնվեր, բայց նա այսօր գնում է տուն։ Հաղթանակած։ Հիմա շատ
երջանիկ եմ։ Առաջինը բժիշկների հոգատարության արդյունքն է, բանիմացության արդյունքն է։ Երկրորդը, որ ինքը պայքարել է ու այդ պայքարը պատվով դուրս է եկել։ Մի հատ մեծ ճակատամարտ հաղթել եք, որտեղ մենք ռեալ երեխայի հետ միասին պայքարել ենք իր կյանքի համար։ Շենգավիթ բժշկական կենտրոնում վստահեցնում են, յուրաքանչյուր ծնող կարող է վստահ լինել, որ իր նորածնի համար այստեղ 24/7 ռեժիմով աշխատում է հոգատար մասնագետների պրոֆեսիոնալ թիմ։